Խուրշուդյան, ձեզ ուղեմ հաջորդ հարցս, հանրության վստահության տեսանկյունից ինչ խնդիրներ եք դուք տեսնում համակարգի նկատմամբ, միաժամանակ հասարակական կազմակերպությունները ինչպես կարող են նպաստել հանրության վստահության բարձրացմանը։ Շնորհակալություն, ես ուսումնասիրեցի արդյունքները 5-ամյա ազդարման համակարգի ներդրման եւ տեսա, որ բավականին ցածր տոկոս է կազմում քրեական գործերի հարուցման տոկոսը ազդարման ընդհանուր թվերի մեջ։ Ես իհարկե ընդունում եմ պարոն Կարապետյանի այն դիտարկումը, որ կան բազմաթիվ ազդարման դեպքեր, որոնք կապ չունեն տվյալ համակարգում նախատեսված դեպքերի հետ, բայց այստեղ մենք պետք է ելնենք նրանից, որ մենք չպետք է սպասենք մինչև մեր հասարակությունը իրավական գիտակցությամբ այնքան բարձր ցուցանիշներ գրանցի, որ մենք կարողանանք այդ տոկոսը նաև որակի հետ զուգահեռ ազդարման որակի հետ զուգահեռ նաև ավելացնել եւ քրեական գործերի վարույթների տոկոսը ավելացնել։ Այստեղ ես կարծում եմ, որ մենք պետք է գանք հակառակից, այսինքն նաև օրենքում համապատասխան ազդարման մասին օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելով ավելի ակտիվ դերի մեջ բերենք իրավապահ համակարգը, չսպասենք միայն ուրեմն այն ձևակերպմամբ ազդարման ընդունմանը, ոնց որ գրված է սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ եւ այլն, այլ նույնիսկ հրապարակային հաղորդումները, որը որ նաև քրեական օրենսգրքով են նախատեսված, մենք համարենք ազդարման դեպքեր եւ իրավապահ մարմինները իրենք գնան ուսումնասիրեն, թե հաղորդման մեջ որ դրույթը որ մարմնին պետք է հասցեագրել։ Օրինակ, ես իմ փորձով կարող եմ ասել, ես մի շարք հաղորդումներ եմ նվիրել հեռուստահաղորդումներ, տարբեր այսպիսի գործերին, կոռուպցիոն գործերին, ժամեր տևացող հաղորդումներ, որոնց վրա ամիսներ եմ բառացիորեն ծախսել, նույնիսկ կարող եմ ասել համարյա քննչական գործողություններ են վարել, եթե կարելի է այդպես ասել։ Հանդիպել եմ վկաների հետ, գրանցել եմ տեղեկություններ, համադրել եմ, վերլուծել եմ եւ այլն, բայց այդ հրապարակումից հետո ինձ որևէ իրավապահ մարմին չի դիմել։ Այսինքն ես պետք է նաև այդ ամբողջը առանձնատեի, տեսնել, որը պետք է գնա քննչական կոմիտե, որը պետք է գնա հակակոռուպցիոն մարմիններ, որը պետք է գնա բարեվարկության, էթիկա եւ այլն, որը որ ճիշտն ասած իրավապահ մարմինների գործն է։ Եթե ամեն քաղաքացի իմանա, որ այդքան մեծ բարդ աշխատանք իր վրա պետք է դրված լինի, ինքը արդեն կդառնա քննչական մարմին։ Ինքը այնց այդտեղ մոտիվացիան ձեր հարցի պատասխանը մոտիվացիան բավականին կարող է պակասի քաղաքացու մոտ։ Մենք հասկանում ենք իհարկե, որ մշակութային նաև բարիերներ կա եւ 5 տարի առաջ սոցհարցում ես ուսումնասիրեցի, սոցհարցում էր արվել, ընդամենը 5-6%-ներ պատրաստ եղել ինքը ազդարարել։ Չնայած 57%-ը սոցիալնախարարության հարցման մասն եմ ասում, 57%-ը դրական է համարում ազդարարում, այսինքն ասում է լավ է, որ ազդարարում է, բայց ես չեմ ազդարարում։ Այդ մշակութային բարերները իհարկե պետք է հաղթահարվեն կրթության, մշակույթի եւ շատ լավ է, որ ներգրավել է նաեւ կրթության նախարարությունը այս հարցերում, որտեղ առանց այդ արմատական խնդիրների լուծման մենք չենք կարողանա հասնել մեր նպատակին այս ազդարման համակարգի արդյունավետության տեսակետից։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հատկապես իրավաբանների ասոցիացիային, Հայաստանի իրավաբանների ասոցիացիան, որը ակունքներում է կանգնած այս համակարգի ներդրման, եւ նաև հիմա որ մտնում ես որոնման համակարգ, անդադ տեսնում ես իրավաբան նետով է գալիս որևէ ինֆորմացիա այս ազդարման վերաբերյալ։ Ես այստեղ ուղղակի կուզենայի այս նոր կոալիցիան, որ ձևավորվում է, ուշադրությունը հրավիրել իրենց, որ պետք է նաև ներգրավել կարծիք ձևավորողներին այս համակարգում, որտեղ մի կարծիք ձևավորողի մի հարցազրույցով կարող է այնքան մարդ տեղեկանալ այս համակարգի մասին, ինչքան ես հաշվեցի ամբողջ այդ միջև հիմա եղած ինֆորմացիաները եղել է, իսկ այնտեղ ցավոք սրտի մի քանի 100 կամ մի քանի հազար դիտումներ ունեցող ինչ-որ նյութեր են, էլի շատ կարևոր որակյալ նյութեր են, բայց դե պետքա դա պրոմոթ արվի, այսպես ասում են, այդ առումով մենք ունենք 10-20 այսպես առանցքային կարծիք ձևավորողներ, որոնց հետ կարելի է աշխատել եւ շատ ավելի արդյունավետ դարձնել այս համակարգը եւ երևի այսքանով ամփոփեմ եւ սպասեմ ձեր մյուս հարցին։ Շնորհակալ եմ։